Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին եւ ինչպես գիտեք, բաց TV-ն է ուղիղ եթերում, իսկ այսօր բաց օրվա մեր հյուրն է Արևմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարության փոխվարչապետ, ներքին գործերի նախարար, գրող, հրապարակախոս Վահե Մեսրոպյանը։ Բարի գալուստ։ Բարև ձեզ։ Ինչպես եք ձեզ զգում մեր տաղավարում, մեր նորաբաց TV-ի տաղավարում։ Շատ հրաշալի է, որ նոր հեռուստա ալիք է, ուրեմն եթեր հեռարձակվում։ Ես կարծում եմ ձեր արհեստավարժությունը, որ ցուցադրել եք այս տասնամյակների ընթացքում, որոնց հեռուստադիտողի համար ցանկալի հյուր եք եղել տարբեր հաղորդումների ժամանակ, ձեր պատրաստած տեսանյութերը, ձեր պատրաստած հաղորդումները ճանաչված մարդկանց հետ միշտ էլ հետաքրքրել են հեռուստադիտողներին եւ կարծում եմ բացը շատ ճանապարհներ կբացի մեր այստեղ ելույթ ունեցողների մտահոգությունների եւ իրենց ճանապարհներին, հա այդ այսինքն այն մտադրությունների, որոնք իրենք ցանկանում են այստեղ արտահայտել։ Շնորհակալություն ձեր բարեմաղթանքների համար։ Ես մեր հեռուստադիտողներին ասեմ, որ պարոն Մեսրոպյանը մեկ շաբաթ է ինչ եկել է Միացյալ Նահանգներից, մեկ շաբաթը քիչ ժամանակ չէ, եթե գաղտնիք չի այս անգամ ինչ առիթով եք Հայաստանում։ Եկել եմ, որ իմ 4-րդ գրքի շնորհանդեսը կազմակերպեմ, այն արդեն տպագրվում է, փետրվարի 11-ին ժամը 14-ին հրավիրում եմ բոլորին Հայաստանի գրողների միություն ներկա լինելու այդ շնորհանդեսին։ Դուք այնտեղ նորություններ կլսեք, հետաքրքիր հաղորդումներ, որոնք կարծում եմ շատ կհետաքրքրի բոլոր ունկնդիրներին։ Պարոն Մեսրոպյան, ասեցիք փետրվարի 11-ին 14:00-ին գրողների միությունում Հայաստանի այո շնորհանդեսն է լինելու, եթե գաղտնիք չէ, ինչի մասին է գիրքը։ Գիրքը հիմնականում հոդվածների ժողովածու է, որոնք այդ հոդվածները լույս են տեսել Լոս Անջելեսյան թերթերում, բազմաթիվ թերթերում եւ հիմնական թեման Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի իրականացման խնդիրներն են։ Այո։ Այդ հայրենատիրության ճանապարհին ինչ գործեր պետք է անենք, ինչ քայլեր պետք է անենք, որ կարողանանք վերջապես այդ վճիռը, որը անբեկանելի անժամանցելի խնդիր է, որ կարողանանք իրականացնել վերջապես հայ ազգի հարցը արդարացի լուծում ստանա։ Տեսեք, դուք արդեն մեկ շաբաթ է Հայաստանում եք։ Բավականին ժամանակ է, որպեսզի տեսնեք ինչ փոփոխություններ է կատարվել մեզ մոտ վերջին շրջանում։ Մի խոսքով ինչպիսին տեսակ եթ հեղափոխական Հայաստանը, Թավշյա հեղափոխությունից հետո ինչպիսին այն գտակ։ Այո, ես ոչ միայն ես, այլ Լոս Անջելեսա բնակ, հատկապես Գլենդելա բնակ հայերը միշտ այնտեղ ցույցեր էին կանում, ի պաշտպանություն, ի աջակցություն այդ հեղափոխության, որը Փառք Աստծո կատարվեց։ Ինչայլոց ես իմ գրքում նշել եմ, որ դեռևս 16-17 թվականներին, երբ որ ասենք նոր տարվա խնջույքներին մենք հավաքվում ենք, մարդիկ կենացներ են խմում, մեկը առաջարկեց խմենք, որ այս տարի խաղաղություն լինի։ Ես հակադարձեցի, ասեցի, եկեք խմենք հաղթանակի կենացը։ Այո, Շիրտներդ վկայում։ Ասի եկեք խմենք հաղթանակի, եթե հաղթանակում ենք, ուրեմն խաղաղությունը պարտադրված է լինում արդեն։ Եվ տարբեր կոլեկտիվներում, երբ որ ինձ համարում են քաղաքական մեկնաբան այսպես, հարցեր են տալիս, ինչ է լինում, ասում եք սպասեք ապրիլին։ Ահա, արդեն։ Այո, երկու տարբեր կոլեկտիվներ են եւ իրենք հետո իհարկե շատ զարմացած, որ ես կարողացա ինչ-որ կանխագուշակել, ես դա ոչ թե կանխագուշակում եմ, այլ զգում եմ, որ ինչ-որ մի բան պետք է կատարվի։ Եվ այդ հունվար ամսին էլ 18 թվականի Տիգրան Խզմալյանն էր եկել իր ֆիլմերն էր ցուցադրում, Տիգրան Խզմալյանն էլ որ հարցեցին, ինքը ասաց սպասեք ապրիլին։
Նա էլ գիտեր ինչ որ Նա էլ բանակը։ ինչ որ գիտեր, այո։ Այսինքն այն մարդիկ, ես այսպես եմ մեկնաբան, ովքեր մտահոգված են Հայաստանի ճակատագրով, ովքեր ինչ որ գործողությունների ներկայ են կամ մասնակից են, նրանց մոտ երևի այդ հույսը կար, որ անպայման մի բան պետք է լինի։ Եվ Մենք հայերս միշտ ապրում ենք, չէ, հույսը վերջում է մեռնում կարգախոսով եւ մենք սպասում ենք։ Իդեպ ձեր հայատիրության ճանապարհին գիրքը ես պիտի ասեմ, որ իրոք շատ ինքնատիպ է, որտեղ այդ մասին շատ եմ լսել եւ պիտի ասեմ, որ 18 թվականին դուք արժանացաք հատուկ մրցանակի, նույնիսկ դրամական պարգևատրության, հենց այդ հայապահպանության գործում ունեցած մեծ ծառայությունների համար։ Մի քանի խոսքով այդ մասին, ովքեր էին ձեզ հանձնում այդ մրցանակը, դե ասեցի առիթը որն էր։ Հա, համահայկական ծրագրերի վարչությունը, որ Լոս Անջելեսի։ Չէ, Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչությունը հայտարարել էր մրցույթ, պատահաբար համակարգչի էկրանին հայտնվեց մրցույթի պայմանները եւ ես տեսա, որ իմ գրվածները համապատասխանում են այդ թեմաներին, ես էլ լրացեցի, բայց մոռացել էի դրա մասին։ Հետո էլեկտրոնային նամակով ինձ հայտնեցին, թե դուք պարգևատրվել եք այս մրցանակով, բայց անհասկանալի չկա գրած։ Ես հետ նամակ ուղարկեցի, թե դա արդյոք ինձ է վերաբերում։ Պատասխանեցին, այո, դուք լրացել եք այդ հարցաթերթիկը եւ հիմա դուք շահել եք Մարինի պաշտպան դիպլոմը եւ դրամական պարգևի, որը ես չեմ ստացել, այլ ստացել է մայրս նախկին արդեն Հրանուշ Հակոբյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից։ Ես ներողություն եմ խնդրում, զանգ ունենք, այո, նրա վերջին պարգևներից մեկն էր հանձնած։ Ալո, բարև ձեզ։ Ալո։ Այո։ Հարգանքներս։ Բարև ձեզ, ով է մեզ հետ։ Սամվել Պողոսյանը։ Պարոն Պողոսյան, շատ հաճելի է։ Ինչ ունեք ասելու մեզ, պարոն Մեսրոպյանին։ Համլե ջան, նախ ես շնորհակալ եմ, որ հրավիրել եք իմ լավ բարեկամին հեռուստաեթեր։ Այո։ Ես ուզում եմ ասել, եզակի անձնավորությունն է իմ ընկերը։ Այո։ Այսօր շատ քիչ մարդիկ կան, որ կարող ես ասել նա ազգային գործիչ է։ Շատ քիչ մարդիկ։ Այո։ Առավել եւս շատ քիչ է, երբ ազգային գործիչը անշահախնդիր է աշխատում։ Լսում եք։ Այո, շատ ուշադիր։ Հա։ Վահե Մեսրոպյանը նախ ուզում եմ ասել, որ գիտեք, չէ ինչ ընտանիքից է նա դուրս եկել։ Հրաշալի ընտանիքից։ Ասեք, դուք ասեք, փայղազերը բացեք։ Ալո, անջատվեց, ափսոս։ 21-րդ դարում հեռուստահաղորդման այս տեխնիկան լավ չի աշխատում։ Դե լավ, ես հույս ունեմ, որ մեր հեռուստայտող փորձի նորից միանալ։ Լավ, մենք շարունակենք, դե ասեցի, որ այդ մրցանակը, ինչպես դուք նշեցիք, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի վերջին պարգևներից մեկն էր, որ հանձնեց, ամենակարևորը պարգևը գտավ հասցեատիրոջը եւ դուք իրոք արժանի եք դրան, որտեղ ես լավ ճանաչում եմ ձեզ, թե Միացյալ Նահանգներում աշխատելու տարիներին, թե ընդհանրապես մեր բարեկամության ընթացքում, գիտեմ, թե դուք որքան եք կապված հայրենիքի հետ եւ որքան եք սիրում հայրենիքը։ Քանի տարի է Ամերիկայում եք։ Ուղիղ 10 տարի։ Եվ այս 10 տարի ընթացքում ես այդ լրագրողական գործունեությունն եմ ծավալել։ Այո, եւ պիտի ասեմ, որ իհարկե այդ 10 տարիները հենց այնպես չեն անցել, դուք կապը միշտ պահել եք, այս Սփյուռքի նախարարությունից խոսեցիք, շատ տխրեցիք, որ այն կրճատվեց որպես նախարարություն եւ մտավ, ասենք, արտգործ նախարարության կազմում։ Եթե այնտեղ կային աշխատողներ, որոնք իրոք այդպես ուղղակի աշխատողի դիրք էին զբաղեցնում, դա իհարկե չի կարելի, հա, այսպես ասած,
բայց եթե այնտեղ իրոք կային աշխատողներ, որոնք իրոք այնպիսի աշխատանքներ են տանում, որ Սփյուռքի հետ կապը շատ ավելի ամուր լիներ, շատ ավելի զգայուն լիներ, դա կարծում եմ պետք է պահպանվեր։ Եվ պատկերացեք, բոլորն են ասում, ասենք իրենց մտահոգությունները, որ չէ որ Սփյուռքում ապրում է մեր բնակչության ավելի հայ բնակչության, հայ մարդու, հայ ազգի մեծ մասը, 80% 10 միլիոն, 10 միլիոն եւ այդ 10 միլիոնին պետք է ավելի լավ ուշադրություն դարձնել։ Իհարկե, համամիտ եմ, լրիվ համամիտ եմ ձեզ հետ եւ դա մեր բոլորի, ինչպես ասում են, գլխավոր նպատակներից մեկը պիտի լինի։ Ինձ հուշում են, որ նորից զանգ կա, այո, ալո, այո, Համլեջան կներեք։ Ոչինչ, հեռախոսի կապը միշտ այսպեսին է, մեկ կա, մեկ չկա։ Այո։ Զակը իր ծնված վայրից է երևում, էլի, թե առնալու։ Նրա վահեի մայրը 92 տարեկան է, վաստակա շատ մանկավարժ։ Այո։ Ուզում ասել է դաստիարակ անցել, 5 շկոլա է անցել։ Այո։ Եվ հայրենասիրության շկոլա է անցել։ Ոս։ Նա անում է այսօր։ Այո։ Ես ուզում եմ հատկապես նշել, շահախտիր, իր միջոցները ծախսելով։ Այո, գիտեմ։ Հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ի և այլ երկրների տարբեր ատյանների ներկայացուցիչների հետ, հայոց հարցը առաջ մղելու նպատակով, Այո։ Հյուդսոնի հետ իրավարար վճիռը կյանքի կոչելու համար, սա շատ կարևոր գործ է։ Այո, ճիշտ է։ Եվ պարտադիր չի, եւ իհարկե լավ կլինի, որ նաեւ պետությունը զբաղվի այս պարտով, բայց դա ազգային խնդիր է։ Այո։ Յուրաքանչյուր հայ պարտավոր է, որտեղ էլ որ լինի, այս հարցերով զբաղվի, իր ուժերի ներածին չափով։ Այո։ Հիմա մեր վահեն հենց զբաղվում է այդ խնդիրներով եւ ես գտնում եմ, որ շատ ինտենսիվորեն է զբաղվում, բավականին լուրջ ներ ունենում։ Ես պետք է ասեմ, որ մի 6-7 ամիս առաջ ես Ամերիկայում էի։ Այո։ Մենք այդտեղ շատ հետաքրքիր ժամանակներ անցկացրինք, հանդիպումներ ունեցանք։ Ես տեսա, թե ինչպիսի հեղինակություն ունի Ամերիկահայ համայնքում եւ ինչպիսի վերաբերմունքի է արժանանում նա տեղ։ Նույնը պիտի որ մենք այդպիսի վերաբերմունք դրսևորենք։ Այո։ Շահագրգռել անձնուրաց հայրենասեր եւ հայրենանվեր։ Եղավ Սամվել ջան, ես հասկացա, որ ձեր նպատակը ավելի շատ նրան ներկայացնելն է, քան հարց տալը։ Հարց։ Հա, դե պարզ է, հասկանալի է։ Ես ուզում եմ կիսել ձեր կարծիքը, որտեղ ինքս էլ Միացյալ Նահանգներում աշխատելու տարիներին միշտ զգացել եմ վայեի ով լինելը։ Եվ շնորհակալ եմ, որ մենք այդպիսի հայրենակից ունենք այնտեղ, անմնասորտ, անշահախնդիր նվիրված։ Ես ուզում եմ նշել, որ այդպիսի մարդիկ մենք ունենք նաև Գերմանիայում։ Այո։ Արամ Մկրտչյան նա այնտեղ է գործունեությամբ անում։ Պարզ է, Սամվել ջան, քանի որ ժամանակը արագ անցնում է, շնորհակալություն ձեր զանգի համար։ Հիմա ես վայեն տամ իմ հերթական հարցը։ Շատ հաճելի էր ձեզ լսելը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Սամվել ջան։ Դե, ինչպես ասում են, լավ գործը երբեք չի մոռացվում, չնայած մեր օրերում ասում են, որ հաճախ նաև լավ գործի համար է ստիպված պատասխան տա։ Վայ ջան, այստեղ հայրենիքում այս մեկ շաբաթը, որ անցկացրիք, առիթ ունեցաք հանդիպելու իշխանության, նոր իշխանության վերին ատյանների ներկայացուցիչների հետ, կամ նախատեսում եք նման հանդիպումներ։ Այսօր այդպիսի մի հանդիպում նախատեսվում է։ Այո։ Բայց միջ այդ ես հանդիպել եմ քաղաքագետ Լևոն Շիրինյանին, Այո, հանդիպել եմ դաշնակցության ներկայացուցիչների հետ, այո, եւ այդ հանդիպումները դեռ պետք է շարունակվեն, եկող շաբաթվա մեջ ծրագրված է, որ հիմնական նպատակը նա է, որ մենք շատ ավելի այսպես սևեռուն ուշադրություն դարձնենք այդ հարցին,
որտեղ իմ կարծիքով եւ կարծում եմ շատերն են կիսում դա, որ Վիլսոնի իրավարար վճիռը մեր գաղափարախոսությունը պետք է լինի։ Եթե ասում են մենք չունենք գաղափարախոսություն, ինչի հիման վրա, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, իմ կարծիքով այդ գաղափարախոսությունն է, որ Վիլսոնյան իրավարար վճիռը կայացնելով եւ մենք հայրենատիրության այդ գաղափարը արդեն մոռանում ենք եւ հայ ազգի զարգացումը թե տնտեսապես, թե ֆինանսապես, թե մեր պատմամշակութային հուշարձանների պահպանմամբ, туриզմի զարգացմամբ, բազմաթիվ հարցեր կան, որ բոլոր հարցերը միանգամից եւ ցեղասպանության հարցն է այդպես այդտեղ լուծում։ Այսինքն պահանջատիրություն մեր տարածքների վերադարձ։ Պարոն Մեսրոպյան, ես կուզենայի, որ խոսենք այն մասին, թե ինչ իրավիճակ է տիրում այսօր Արևմտյան Հայաստան պետության այդ վտարանդի կառավարությունում, ինչ ծրագրեր եք փորձում իրականացնել։ Այսօր բացի քաղաքական հարցերից մենք ստեղծել ենք ապագա կոնսորցիումը, որը անապահով ընտանիքներին տրամադրում է շատ մատչելի գներով տներ, բնակարաններ։ Այստեղ Հայաստանում։ Հայաստանում, այո, արդեն 1000-ից ավելի դիմումներ ունենք, հողհատկացումներ կատարվել են Աբովյանում եւ Արտաշատում, եւ բացի դրանից այն անձիկ, ովքեր ունեն տարածքներ, մենք կարող ենք այդ տարածքներում նույնպես մեր միջոցներով, այո, այդ բնակարանները պատրաստել։ Բնակարանները, ասենք, միջինն ասեմ $25,000 արժողությամբ։ Շատ մատչելի։ Դուք փորձում եք այդպես օգտակար լինել։ Իդեպ ասեմ, որ շատ օրիգինալ բաճկոն եք հագել, այ կրծքավանդակի ձախ կողմում ինչ որ բան է գրված, ինչ է դա։ Պետք է Թուրքիան նորից դարձնենք Հայաստան։ Եվ դա ես շուտ կամ այսպես տեսնեն։ Այո, տեսա քարտեզը նոր Հայաստան։ Վիլսոնյան իրավարար վճռի քարտեզն է, որի իրականացման համար պայքարում է վտանգի կառավարությունը։ Կարծում եմ ամբողջ հայությունն է այդ գործում հետաքրքրված, բայց շատ քչերն են աշխատում այդ ուղղությամբ։ Քանի որ մեր հանրապետության առաջին նախագահները, բոլոր նախագահները այդ հարցին ուշադրություն չեն դարձել եւ նրանք ասել են մենք առանց նախապայմանների ուզում ենք հարաբերություններ հաստատել, որը կարծում եմ այս պայմաններում ճիշտ չէ։ Պետք է ոչ թե մենք խնդրողի դերում լինենք, որ առանց նախապայմանների եկեք հարաբերություններ հաստատենք, հա։ Ոչ, պահանջատեր ենք մենք, հաղթող ենք։ Ամեն հիմա հաղթեցինք 18 թվականին իշխանափոխություն կատարեցինք Թավշյա հեղափոխություն, հա, բայց եկեք ամեն ոլորտում հաղթենք։ Իհարկե։ Բոլոր այն նվիրյալները, իրենց գործին նվիրյալները, եթե կարողանան իրենց ասպարեզում հաղթող լինել, շատ հրաշալի կլինի։ Ուրեմն մենք պետք է միշտ հաղթողի դիրքից հանդես գանք։ Հաղթանակն է կերտում խաղաղությունը։ Ճիշտ է, կներեք ընդհատում եմ նորից զանգա։ Ալո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհավորանքներս։ Այո։ Ձեր նոր TV բացման համար։ Այո։ Պարոն Մեսրոպյան ջան, կարող եք եկել հայրենիք, արդեն իմացա, որ մեկ շաբաթ է ինչ գտնվում եք Հայաստանում, մեկ հարց կուզեի ձեզ տալ, կարելի է։ Լսում եմ։ Պարոն Մեսրոպյան ջան, ինչ է իրանից ներկայացնում Արևմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարությունը, հա, ու ինձ կասեք, թե ինչու է կոչվում հենց այդպիսի կառավարություն ու եւս կուզենայի իմանալ, թե ովքեր են հիմնադիրները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զանգի համար։ Շնորհակալություն հարցի համար, ասեմ, որ ի սկզբանե այս կառույցը ստեղծվել է 2004 թվականին Շուշիում ազատամարտիկների ուրեմն մասնակցությամբ 2011 թվականից Արամ Մկրտչյանը մեր վարչապետն է, ինքը մտցրեց այս եզրույթը վտարանդի կառավարություն, որովհետև վտարանդի ենք մենք բռնի տեղահանված ենք, բռնի
սպանդի են ենթարկվել։ Այո, կառավարությունը պետք է լինի վտարանդի, որ ասենք միջազգային ատյաններում կամ կառավարական հանդիպումների ժամանակ ավելի իր նշանակությունը ցույց տա, թե ինչ կառավարություն է դա։ Եվ կառավարությունը գործում է ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ գործում է Գերմանիայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Հայաստանում, հիմնադիրներից են Արամ Մկրտչյանը, Տիգրան Բագրատունին, Բակուր Կարապետյանը, Սուրիկ Ղազարյանը, Կարինե Հայրապետյանը եւ էլի շատ մարդիկ, ովքեր որ այսպես նվիրված են գործին, նվիրված որ մենք անպայման պիտի հասնենք այդ հաջողությանը առաջիկա 10 տարվա ընթացքում։ Պարոն Մեսրոպյան, այսպես մտածեցի, իսկ ված չէր լինի, եթե մեր նորաբաց հեռուստաընկերությունն էլ դառնար ձեր, ինչպես ասում են, կառավարության խոսափողը այստեղ Հայաստանում եւ ընդհանրապես։ Այո, իհարկե։ Ձեզնից մեկը։ Շատ շնորհակալություն այդ առաջարկի համար, իհարկե քննարկենք, մենք ուզում ենք, որ, այսինքն բոլորն են ցանկանում, որ մեր ասելիքը տեղ հասնի։ Այո։ Որ մենք շատ ասելիքներ ունենք, բայց միշտ չէ որ հնարավորություններ ունենք այդ ասելիքը, ասենք, այս TV բաց այս հերոստա կամուրջի հերոստա ալիքի միջոցով մենք ավելի շատ աուդիտորիա կհավաքենք։ Իհարկե, մենք ձեր խոնարհ ծառան ենք, մի զանգի էլ պատասխանենք։ Ալո, բարև ձեզ։ Ալո։ Այո։ Բարև ձեզ, պարոն Ոշյան։ Բարև ձեզ։ Թույլ տվեք, ես ողջունեմ ձեր հյուրին։ Այո, միանգամից։ Կարող եմ նրան մի հարց տալ։ Իհարկե։ Լսում եմ։ Պարոն Մեսրոպյան, ինչպես կարելի է դառնալ այդ նոր պետության անդամ, չէ՞ գտնվող, եթե աշխարհի տարբեր երկրներում բնակվող ավելի շատ հայեր դառնան Արևմտյան Հայաստան պետության քաղաքացիներ, դրանից ավելի շատ կշահի մեր միասնական հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։ Հոյակապ հարց է, այո։ Հոյակապ հարց։ Այո, ես կարող եմ իմ կոնտակտները թողել, որ կարող եք զանգահարել ինձ կամ էլեկտրոնային փոստով կապնվեք ինձ հետ, համապատասխան դիմումը կարող եք լրացնել եւ ստանալ քաղաքացու վկայական, Արևմտյան Հայաստան պետության քաղաքացու վկայականը։ Իմիջիայլոց դա ոչ թե այնպես վկայական է, որ պատին կպցնես, որ մենք այսպես ենք, այլ դա այն մեր պահանջատիրության արտահայտումն է։ Մենք բոլորս պահանջատեր ենք, բայց ինչպես դա արտահայտենք, ով է իմանում, որ պահանջատենք, ուրեմն մի փաստաթուղթ է հարկավոր։ Այսինքն դա լուրջ փաստաթուղթ է։ Լուրջ փաստաթուղթ է, այո, եւ դա, ասենք, ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան այդպիսի փաստաթուղթ է, որը պետքա ներկայացվի ՄԱԿ-ի միջազգային ատյաններին, որ այսքան պահանջատեր ունենք մենք։ Եթե մենք հավաքենք մի քանի միլիոն այդպիսի փաստաթղթեր, կներկայացնենք ՄԱԿ-ի միջազգային դատարան, կասենք, այս ժողովուրդը իր բնորանն է ուզում։ Իր պապենական տարածքներն է ուզում։ Իր օրինական շատ ծանրակշիռ դա փաստ կլինի։ Համարը որն է, որ ասենք ձեզ զանգահարեն այստեղ Հայաստանում, կամ կարող եք մեզ մոտ էլ թողնել կայքը, համարը եւ մենք բոլոր հեռուստատողներին։ Ուրեմն այստեղ առայժմ մինչև ամսի 13-ը ես Երևանում եմ, հեռախոսի համարն է 077 այո 59 70 10։ Խնդրեմ զանգահարեք եւ ես մեծ հաճույքով կտրամադրեմ ձեզ այդ վկայականները։ Սիրելի բարեկամներ, դե հասկացաք 077 59 70 10 համարով զանգահարում եք մինչև փետրվարի 13-ը եւ պարոն Մեսրոպյանը հաճույքով կպատասխանի ձեր հարցերին, կօգնի, որպեսզի դուք դառնաք մեր այդ նոր հզոր պետության քաղաքացիներ։ Այդպես է, չէ՞։ Այո։ Այդ հզոր պետությունը մենք պիտի կերտենք անպայման։ Մենք երկու բան պայմանավորվեցինք։ Նախ մենք պիտի այս ամենը փոխանցենք մեր հեռուստադիտողին, երկրորդը բաց TV-ին ձեր թույլտվությամբ կարող է իրեն հայտարարել Արևմտյան Հայաստան վտարանդի պետության կառավարության խոսափողը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Չէ՞ կառարկում։
Շնորհակալություն։ Լավ, շնորհակալություն, որ եկաք, դե հրաժեշտից առաջ ձեր բարեմաղթանքները մեր հերոստատողին։ Ուզում եմ մեր հերոստատիտորներին ասել, որ ես նաև ԱՄՆ հայ գրողների միության փոխնախագահն եմ, լրագրողների խմբակցության նախագահը, եւ այնտեղ մեր լրագրողները, մեր գրողները, բանաստեղծները բոլորը այսպես տարապում են այդ հարցով, հայրենասիրական թեմաները, հայրենիքի կարոտը, բոլորի ստեղծագործությունում դա արտահայտվում է եւ ուրեմն ոչ միայն պետք է այդ հայրենիքի նկատմամբ սերը, հայրենասիրությունը հայրենասիրությամբ արտահայտել, այլ հայրենատիրությամբ մենք հայրենասիրության այդ գաղափարը պետքա վերաիմաստավորենք հայրենատիրության գաղափարով եւ մենք կարողանանք այդ հարցը արդարացի վճիռը մոտ տարիներին իրականություն դարձնել։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, հիշեցնում եմ, որ Արևմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարության փոխվարչապետ ներքին գործերի նախարար Վահե Մեսրոպյանն էր մեր հյուրը, ում հետ կարծում եմ առաջիկայում ել ավելի հաճախակի հանդիպելու առիթներ կունենանք։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Այսօր այսքանը։